Ինչպիսի քաղաքական առաջնորդ եք ուզում տեսնել հաջորդ թիվ 2 ղեկավարի պաշտոնին։ Հայաստան դաշինք։ Որտեղ ինքը ուժեղ մարդ է, խելոք մարդ է, կրթված մարդ է, աշխատած մարդ է։ Դրա համար փորձված մարդ է։ Ցանկանում եմ նրանց ղեկավարը լինել, համ ժողովրդի համար մտածա, համ երկրի համար սրտացավ ղեկավարը լինի, որ այն աշխատավոր ժողովուրդը աշխատա արարա իրան հացի փող աշխատա իրան ընտանիքի համար, ոչ թե ասենք աշխատա, բայց չիմանա վաղը կարտնանա ինչ երկրում, ինչ ապրումների մեջ կարտնանա էլի։ Եկել եմ որպեսզի ես հայրենիք տեսնեմ, խորտ մարդ չտեսնեմ, հավալ մարդ տեսնեմ։ Մենակ դրա համար եմ եկել։ Ռոբերտ Քոչարյանը որպես գործունյա ղեկավար շատ լավ ղեկավար է, հարց չկա։ Եթե նրան թիկունքում շատ շունչ չհաճի։ Ես ուզում եմ որպեսզի իմ ղեկավարը ընկնի ուժեղ, հայրենասեր, որպեսզի եւ ավելի շուտ ազգասեր, որպեսզի կարա ամբողջ ժողովրդին ես չկնա ժամից դուրս։ Գեղամասար համայնքը, ասենք դա սահմանամերձ գոտումա բնակվում, մենք չենք ուզում թուրքի կամեր կողքը։ 88 թվից ես Ադրբեջանից փախած եկած մարդ եմ։ 88 թվից։ Հիմի ասենք նորից տանք Թուրքին։ Դե դրա համար էլ մեզ առաջնորդապետ, որ ասենք դա պետք է լինի Հայաստան, ոչ թե Ադրբեջան։ Եվ ով է այդ առաջնորդը։ Առաջնորդը այս է մի մարդ է պետք։ 4 շրջան է վերաբնակեցրել։ Ես վերաբնակիչ եմ եղել Շահումյանի շրջանում, Քարավաճառում։ Այսօր որ Նիկոլ Կոչեցյալը ուրիշներին է մեղադրում հող տալու համար, Ղարաբաղը հանձնել են ոչ թե 23 թվականին, այլ 20 թվականին Նիկոլի ստորագրությամբ։ Իմ տղաս 16 թվականին զոհվել է։ Նիկոլը իմ տղուս գերեզմանը քանդել է տուել ինձ։ Ես ասել եմ ու ասում եմ, Նիկոլը հայ չի։ Երեկվան Փաշինյանի ելույթը կապանում լսել եք։ Ես Փաշինյանին ավելի լավ Ալիևին լսեմ, կաց թե Փաշինյանին։ Կասեք ինչի եք որոշել սատարել Ռոբերտ Քոչարյանին եւ իր քաղաքական թիմին։ Պարզ բանով, որ միգուցե մեր Ղարաբաղը հետ կա։ Ես իմ երկիրն եմ կարոտում, ես ընդեղ եմ ապրել։ Հիմի չեմ կարող միշտ իմ երեխեն ինձանից հեռու է, ամուսինս ասեց ինքը զոհված է։ Բայց ընդեղ ինքը իմ մոտ է եղել։ Իսկ հիմա ես իմ երեխուն տենալու համար պետք է հասնեմ ես իմ ուր որ գնամ տենամ գամ։ Վախում եմ բերեմ ստե, բա որ ես տարածքն էլ տա Թուրքի։ Այն ժամանակ ես չգիտեմ իրան մինչև երբ եմ անիծելու։ Ինչի տենց արեց, ում էին խանգարում Ղարաբաղցին, իրան ինչ էր արել։ Ասում է Արցախը մերը չէր։ Դե որ տենց նայենք, եսա վաղն էլ ասելու Վարդենիսն էլ չի մերը, Սյունիքն էլ չի մերը, կարող է պարզվել Երևանն էլ չի մերը։ Ուղղակի շատ դժվար է, ոչ մեկ չի պատկերացնում իր ստեղծած ունեցածը թողնի ու տեղափոխվի մի ուրիշ տեղ վախենա այնտեղ մի բան անի, ծառ տնկի, բա որ այդ հողն էլ տա նրանց, այդ տունն էլ տա Թուրքի, ինչ կանեն։ Չգիտեմ, միայն Քոչարյան։ Բոլոր դեպքերում Հայաստանը ծաղկել է 2008 թվից, 98 թվից մինչև 2008 թվականները ամենածաղկուն ժամանակաշրջանն եղել, երբ ուսուցչի աշխատավարձը ընդամենը 3000 դրամ էր, դարձավ 35000 դրամ։ Երբ ինժեների աշխատավարձը 5000 դրամ էր, դարձավ 45000 դրամ։ Երբ երկիրը ապահով էր ու հանգիստ էր, երբ վաղվա օրը տեսանելի էր, կարող էր ամեն ինչ անել։ Նորից բերի իր տեղը, որ ինչ որ արեց այս իշխանությունը։ Սրանց ուղեղը մենակ գումարներ, փողեր, հայթայթել աշխարհի բանկերից բերել ուտել։ Բայց ժողովուրդը ինչ վիճակում պետք է ապրի։ Ընտրական արշավների ժամանակ բերեց արդեն գումարներ բաժանեց, ժողովուրդ շատ լավ է։ Ինչն է շատ լավ, շատ վատ է, ամեն ինչն է շատ վատ է։ Ինչի եք որոշել Ռոբերտ Քոչարյանին սատարել։
որովհետև ինքը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել։ Թե Հիմիկվա Ալիևի հորից սկսած ինքը sense ասած մեր բավարով ասեմ լավ լիդեր է։ Ու կուզենայինինքը լինի, որ այս ազգը այս թրքասման կերպարից հանի։ Ես ինչ հիշում եմ, միշտ եղել եմ պարոն Քոչարյանի հետևորդներից մեկը, հպարտացել եմ իրանով, ինքը իմ համար կոնկրետ հերոս է, քայլող լեգենդ է, ու այդպես էլ կմնա։ Միակ փրկությունը Հայաստան դաշինքի մեջ է։ Ինչ նկատի ունեք ասելով փրկությունը։ Առաջնորդը նկատի ունեմ ուժեղ, հզոր առաջնորդ է եւ այս իրավիճակից միայն ինքը կարող անել։ Միայն ինքը։ Իսկ մեր երիտասարդն ծանոթ է, գիտի ուսանող լավնից, համ ընդունակությունն, համ ուժն, համ կազմակերպչական շնորհքն, Քոչարյան Ռոբերտի։ Այս թափը